Անարխիա բառը լսելիս դուք ինչ եք առաջին հերթին պատկերացնում։ Երևի դիմակներով մարդկանց, որոնք ջարդում են խանութների ցուցափեղկերը, վառում են մեքենաները ու կատարյալ քաոս են տարածում, չէ՞։ Հոլիվուդը մեզ համոզել է, որ անարխիան հենց դա է, բայց Հոլիվուդը մեզ մի քիչ խաբել է։ Ու հիմա ասեմ ինչու։ Իրականում անարխիան քաոս չէ։ Բառը հունարեն է, նշանակում է անիշխանություն, իշխանությունից անկախություն, անկազմակերպվածություն, այսինքն ոչ թե առանց կարգու կանոնի, այլ առանց ղեկավարի, տիրակալի։ Անարխիստները հավատում են, որ մարդիկ ի վիճակի են ինքնակազմակերպվել եւ առանց ոստիկանության ու առհասարակ պետական համակարգի ապրել։ Հիմա կասեք, դե հեքիաթ է, այդպիսի բան հնարավոր չէ, բայց պատմությունը ունի կոնկրետ փաստեր։ Ու սկսենք Իտալիայից։ Լսել եք Կոսպայայի հանրապետության մասին։ Սա պատմության ամենազարմանալի դեպքերից է։ 1440 թվականին հողային չափագրման սխալի պատճառով Պապական մարզի ու Ֆլորենցիայի արանքում մնում է մի փոքրիկ հողակտոր, որը փաստաթղթերով ոչ մեկին չէր պատկանում։ Եվ գիտեք ինչ եղավ։ Այդ հողում մնացած գյուղի բնակիչները չսպասեցին ու շատ յուրօրինակ որոշում կայացրին։ Հրաժարվեցին դրսի տերերից։ Նրանք որոշեցին ապրել առանց օրենքների, առանց հարկերի, առանց բանակի եւ առանց բանտերի։ Ու դա տևեց ոչ թե 1 կամ 2 տարի, այլ ուղիղ 386 տարի, 1440-ից 1826 թվականները։ Պատկերացնում եք, գրեթե 4 դար մարդիկ ապրել են խաղաղ, զբաղվել են առևտրով ու հարստացել պարզապես պայմանավորվելով իրար մեջ։ Նրանց դրոշի վրա գրված էր ընդամենը մեկ արտահայտություն՝ Perpetua Libertas, հավերժ ազատություն։ Կամ մեկ ուրիշ ավելի մասշտաբային օրինակ 1936 թվականի Իսպանիա։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Կատալոնիայում եւ մասնավորապես դրա սրտում Բարսելոնայում իշխանությունը փաստացի վերցրին անարխո-սինդիկալիստները։ Մոտ 3 միլիոն մարդ հայտնվեց մի համակարգում, որտեղ պետություն չկա։ Վիճակագրությունը ցույց էր թերևս տալիս, որ այդ ընթացքում արդյունաբերությունն ու ծառայությունները ավելի քան 70% աճ գրանցեցին, լինելով պարզապես բանվոր դասակարգի ենթակայության տակ։ Եվ զարմանալին այն է, որ տրանսպորտն էլ, էլեկտրակայաններն էլ սկսեցին աշխատել նույնիսկ ավելի արդյունավետ, քան պետական կառավարման ժամանակ։ Հայտնի գրող Ջորջ Օրուելը, ով այդ օրերին տեղից էր հետևում монարխիայի իշխանությանը, գրել էր. «Ես տեսա մի իրավիճակ, հանուն որի արժեր պայքարել»։ Բայց իհարկե ամեն ինչ այդքան էլ վարդագույն չէ։ Անարխիան ունի մի մեծ թշնամի, համակարգային պետություն ունեցող հարևաններն են։ Անարխիան գուցե հրաշալի աշխատում է փոքր համայնքներում, որտեղ բոլորը բոլորի հետ կարող են պայմանավորվել, բայց երբ չկա կենտրոնացված բանակ, դու դառնում ես խոցելի։ Բարսելոնական անարխիզմը տևեց ընդամենը 10 ամիս, ինչից հետո անարխիան ջախջախվեց Իսպանիայի կանոնավոր զորքի կողմից։ Իսկ իտալական Կոսպայան ի վերջո կուլ գնաց հարևան պետությունների։ Ու հիմա անկեղծ գրեք, պատկերացրեք, վաղը արթնանում եք ու չկա ոստիկանություն, չկան դատարաններ, չկա կառավարություն։ Դուք վստահում եք ձեր հարևաններին ու համակարգացիներին այնքան, որ հավատա նրանք ձեզ չեն թալանելու ու կօգնեն ծանր պահին, թե այնուամենայնիվ մարդն իր էությամբ վտանգավոր է ու մեզ պետք է վերահսկող կառավարիչ, որը կսահմանի կարգուկանոն, օրենքներ ու հանրային համերաշխություն, օրինական ուժի լեզվով։ Գրեք մեկնաբանությամբ։ Հաջորդ տեսանյութում կխոսենք կոմունիզմի մասին։ Դրախտ խոստացող դժոխքը, բաց չթողնեք։